Բարի երեկո, սիրելի հետևորդներ, այսօր եկել եմ խոսելու շատ կարևոր մի քանի թեմաների մասին և ամենասկզբից անդրադառնամ Նուբարաշենի պատասխանատուին։ Նուբարաշենի թաղապետ, ընտրություններից հետո քանի անգամ ես ներկայացել աշխատավայր։ Մինչև ընտրությունները քաղաքացիները քո քաղաքացիներն էին։ Ընտրություններից հետո կամ քթերդ քաշած, կամ լակած, որ օբյեկտում հնարավոր է քեզ կարելի է գտնել, բացի քո սեփական աշխատավայրից։ Նուբարաշենի թաղապետ, դու տեղյակ չես, որ քո սարերումը նարկոտիկի առքվաճառքը ոստիկանության քթի տակ։ Ես հարգելի տիկին Արփի Սարգսյան, ես ձեզ բոլոր փաստերը կուղարկեմ։ Ոստիկանները վերահսկում են, տղաները փնտրում են։ Մեկը գալի փորում թաղում է, մյուսը գալի հանում տանում է։ Դու տեղյակ չես Նուբարաշենի թաղապետ։ Քեզ անցանք։ Վերջերս անդրադարձ եմ կատարում Հայաստանի Հանրապետության նախարարներից մեկին, ով ամենակարևոր կառույցներից մեկի նախարարն է։ Այս մեր պարոն նախարարը հաջորդ օրը ընկնում է Էսյանենյան, որ հասկանա ով է ինձ պատվեր տվել, որ իր մասին գրեմ։ Հարգելի փորով նախարար, ինձ ընդհանրապես ոչ մեկ պատվեր չի տալիս ինչ գրեմ։ Ու այսօր որ դու դեռ քո աթոռին նստած ես, դա նաև այս աղջկա աշխատանքի շնորհիվ է։ Ու եթե քաղաքացին քեզնից պահանջում է, որ դու պետք է Ղարաբաղցիներին գործից անես սիկտիր անես, դու պետք է ենթարկվես, որովհետև մեր երկիրը ժողովրդավար է, ճակերտավոր։ Հասկացանք իրար։ Ոչ թե հաջորդ օրը գնաս, այդ նույն Ղարաբաղցի չատլախի հետ սեղանի թեյնիս խաղաս, թե բա Նատալիա Ալեքսանյան, տես ես քեզ պատասխանեցի։ Լուրջ։ Նախարարի անունը չեմ տա հիմա։ Չեմ տա, բայց ինքը կհասկանա։ Ընկեր նախարար, քո մասին այսքան հավաքած պապկա ունեմ։ Այսքան։ Կամաց կտրիչ Գիժ Գրիգորիչի օրը չընկնես։ Կամաց։ Անդեղ վզրիվներ, պայթյուններ, չդատված մարդիկ, անմեղ դատվողներ։ Պատկերացնում ես, պարոն նախարար։ Պարոն նախարար, մի ամիս ժամանակ ունես ՊՆ-ն մաքրելու Ղարաբաղյան կլանից։ Հակառակ դեպքում շատ հետաքրքիր գործընթաց կսկսվի, շատ հետաքրքիր։ Եվ գիտես ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ ասեմ, որ ես լինելով Նատալիա Ալեքսանյան, բլոգեր, լրագրող, զուտ 5670 ձայն ես եմ ապահովել։ Պատկերացնում ես, իմ խոսքը լսելով են մարդիկ գնացել ընտրել։ Իսկ քո սեփական գյուղում քեզ անգամ 1% ձայն չեն տվել, որովհետև դու աշխատել չգիտես, փորով նախարար։ Այս անցանք։ Հաջորդը։ Ես շատ մեծ հարգանքով եմ լեցված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանդեպ։ Հարգելի ազգային անվտանգություն և հարգելի պարոնայք։ Նույն պատկերը ևս ազգային անվտանգությունում է բոլորը Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր երկու կառույցում Ղարաբաղյան կլանատիրում։ Դրա համար էլ այսօր Վաղարշյան փողոցում իրար դանակահարում են։ Գյումրիում չգիտեմ ինչեր է տեղի ունենում, այսօր նգնան հերքում ճակերտավոր։ Ինչ եմ հավատում, հա։ Դուք երբեք մաքրելու ղարաբաղցիներին ազգային անվտանգությունից։ Ուզում եմ բոլորից տեղեկացնեմ, նախարար, պատգամավոր, ով ուզում է լինի։ Ինձ համար Հայաստանի Հանրապետությունում անձեռնամխելի է մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի քանի հոգի։ Մնացածիդ բոլոր դոսիեները այսենց պապկով հավաքած է։ Նի դայ բոք չաշխատեք։ Պարոն վարչապետ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ պետական եկամուտների կոմիտեում կոնկրետ գնում է
կոռուպցիա։ Սկսեք Գյումրիից։ Գյումրիինը կոռուպցիոներա քիչ չի պետը, մի հատ էլ սիրուհի ունի, որ առավոտից իրիկուն ձեզ է հայհոյում։ Եթե օրինակ ներքին գործերի նախարարությանը կամ ազգային անվտանգությանը փաստեր կհետաքրքրեն, ես սիրով կտրամադրեմ։ Պրոֆեսիոնալ է, չէ՞։ Փաստեր, չկա փաստ, չկա եղավ օդի մեջ խոսք։ Եթե կհետաքրքրի, որ կոռուպցիոներ պետք է Գյումրիում, ես մեծ սիրով փաստերը կտրամադրեմ։ Հա, անուն ազգանուններ չեմ տալիս, որովհետև եւ այլն։ Սիրելի նախարարներ, սիրելի պատգամավորներ, նաև ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ իմ ձեռքի տակ է նաև ձեր անձնական գրպանային բլոգերների տվյալները։ Ծննդյան օրվանից մինչև վերջ։ Նիդայ բոգ, զանգեք, փողը գցեք հաշվին ու ասեք անդրադարձի Նատալիին։ Մի անգամից ինչքան փաստ կա ձեր հետ կապված կհայտնվի համացանցում։ Կամ դուք կաշխատեք, կամ ժողովուրդը կստիպի, որ դուք աշխատեք։ Չեք ուզում աշխատեք, մենակ Նիկոլ Փաշինյանը պետք է աշխատի։ Գնացեք վեր ընկեք ձեր տները, Նիկոլ Փաշինյանը անմիջապես ձեզ փոխարինող կգտնի։ Անմիջապես։ Հասկացանք իրար։ Հասկացանք իրար։ Հույս եմ հա։ Հարգելի որոշ պատգամավորներ, այդ որ սիրածներ ունեք, այդ որ ձեր սիրածները, հիշում եմ, հեղափոխության ժամանակ պարոն վարչապետը սենց մի արտահայտություն արեց, ասեց իմ կառավարությունում ծանոթ բարեկամ աշխատել չի լինելու։ Պարոն վարչապետ, ձեր կառավարությունում ոչ միայն աշխատում են ծանոթ բարեկամներով, նաև աշխատում են սիրած սիրուհիներով։ Եվ ձեր պատգամավորներից մեկը, ով հիմա ավելի հետաքրքիր պաշտոնի է անցել, սիրուհին ինչ-որ թևի պատասխանատու է, այդ սիրուհուդ հետ շատ այսքան իմ մասին քննարկում արեք, որովհետև քո մասին էլ լիքը ինֆո ունեմ, Չաղո ջան։ Ու ասեմ ավելին, ես երբեք ոչ մեկից չեմ վախեցել ու չեմ վախենալու։ Ասեմ ավելի հետաքրքիր բան, իմ համար անձեռնամխելի, մենակ Փաշինյան Նիկոլն է ու մի քանի հոգի։ Որևէ մեկըդ փորձ արեց չաշխատել կամ թաթախվել կոռուպցիայի մեջ հանուն սրա, իմ ձեռքից չեք պրծնելու, հասկացանք իրար։ Մենակ Ղարաբաղյան կլանը չի չաթ լախ է, դուք գիտեք ինչ տեսակ չաթ լախ եք, են որ չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ, այ տենց եկել եք, նստել եք ամեն մեկըդ մի տեղ ու լափում եք, հասկացանք իրար։ Ու գիտեք տհաճը որն է, որ ձեզ թվում է, թե դուք անձեռնամխելի եք։ Եվ ընտրություններից հետո ձեզնից որևէ մեկը բացի վարչապետից, որևէ մեկիս շնորհակալություն չգրեց այն աշխատանքի համար, որ մենք արեցինք, որ դուք մնաք ձեր աթոռների։ Դրա համար սրանից հետո կլինի միայն ձեր բաց կողմերի քննարկումը։ Այն չաշխատելը, ինչը որ դուք այսքան տարի չեք արել։ Չեք ուզում աշխատեք, կգնաք խելոք, վեր կընկնեք ձեր տները։ Ես վստահ եմ, որ մեծարգո վարչապետը լավ կադրեր ունի։ Վստահ եմ։ Ես վստահում եմ պարոն վարչապետին, դա կանցա։ Այս ժամի համար հələ որ այսքան է։ Մնացածը վաղը։